Հայտնություն 2-րդ գլուխ։ Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր. Ահա թե ինչ է ասում նա, ով իր աջ ձեռքով 7 աստղեր է բռնել և շրջում է 7 ոսկե աշտանակների միջև։ Գիտեմ քո գործերը, քո չարչարանքը, քո համբերությունը և որ չես կարող տանել չարերին, և սուտ հանեցիր նրանց, ովքեր իրենց մասին ասում են, թե առաքյալներ են, բայց չեն։ Համբերություն ունես ու տանջվեցիր իմ անվան համար, բայց չվշտացար։ Բայց քո դեմ այս ունեմ. լքեցիր քո առաջին սերը։ Հիշիր, թե որտեղից ընկար։ Զղջա և քո նախկին գործերին դարձիր, իսկ եթե չզղջաս, կգամ և կշարժեմ քո աշտանակն իր տեղից։ Բայց այս էլ ունես, որ ատում ես նիկոլայականների գործերը, որոնք ես էլ եմ ատում։ Ով ականջ ունի, թող լսի, թե ինչ է ասում Հոգին եկեղեցիներին։ Նրան, ով հաղթի, կյանքի ծառից, որ գտնվում է Աստծու դրախտում, կտամ ուտելու։ Զմյուրնիայի եկեղեցու հրեշտակին գրիր. Ահա թե ինչ է ասում առաջինը և վերջինը, որ մահացած եղավ, բայց ապրում է։ Տեսա քո գործերը, քո ընկճվածությունն ու աղքատությունը, մինչդեռ դու հարուստ ես։ Նաև հայհոյությունը նրանցից, ովքեր իրենց հրեա են համարում, բայց պատկանում են սատանայի հավաքին։ Մի երկնչիր այն բանի համար, թե ինչ է լինելու քեզ հետ։ Ահա սատանան պատրաստվում է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպեսզի փորձվեք։ 10 օր նեղություն պիտի կրեք։ Պահպանիր քո հավատը նույնիսկ մահվան գնով և քեզ կտամ կյանքի պսակը։ Ով ականջ ունի, թող լսի, թե ինչ է ասում Հոգին եկեղեցիներին։ Ով հաղթի, չպիտի վնասվի երկրորդ մահից։ Պերգամոսի եկեղեցու հրեշտակին գրիր. Ահա թե ինչ է ասում նա, ով ունի երկսայրի հատուսուրը։ Տեսա քո գործերը և թե որտեղ ես բնակվում, այնտեղ, ուր սատանայի աթոռն է։ Բայց պահում ես իմ անունը և չուրացար ինձ նույնիսկ այն ժամանակը, երբ տեսար, թե ինչպես է ինձ հավատարիմ մնալու համար նահատակվում Անտիպասը։ Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ։ Այն, որ հանդուրժում ես, որ այդտեղ Բաղաամի վարդապետության հետևորդներ լինեն, որը Բաղակին սովորեցրեց գայթակղեցնել Իսրայելի որդիներին, որպեսզի նրանք կուռքերին զոհաբերվածից ուտեն և պոռնկանան։ Այդպես և դու հանդուրժում ես, որ նիկոլայականների վարդապետության հետևորդներ լինեն այդտեղ։ Արդ զղջա, ապա թե ոչ, իսկույն կգամ և կմարտնչեմ նրանց դեմ իմ բերանի սրով։ Ով ականջ ունի, թող լսի, թե ինչ է ասում Հոգին եկեղեցիներին։ Ով հաղթի, նրան կտամ թաքցված մանանայից, և նրան կտամ մի սպիտակ քար ու դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի բացի նրանից, ով այն ընդունելու է։ Թիատիրայի եկեղեցու հրեշտակին գրիր. Ահա թե ինչ է ասում Աստծու որդին, որի աչքերը նման են կրակի բոցի, իսկ ոտքերը շիկացած ոսկե պղնձի։ Տեսա քո գործերը, սերը, հավատը, քո ծառայությունը և համբերությունը, և որ քո վերջին գործերն ավելի շատ են, քան նախկինները։ Բայց քո դեմ այս ունեմ. այն, որ հանդուրժում ես Հեզաբել կնոջը, որ իրեն մարգարե է անվանում, և ուսուցանելով մոլորեցնում իմ ծառաներին, որ պոռնկանան և կուռքերին զոհաբերվածից ուտեն։ Եվ նրան ժամանակ տվեցի զղջալու, բայց չի ցանկանում զղջալ իր պոռնկության համար։ Ահա նրան անկողին եմ գցում, իսկ նրա հետ շնացածներին մեծամեծ փորձությունների մեջ եմ գցելու, եթե չզղջան իրենց արարքների համար։ Նրա որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները կիմանան, որ ես եմ, որ գիտեմ, թե ինչ են թաքցնում մարդու միտքը և սիրտը։ Դատելու եմ յուրաքանչյուրիդ համաձայն իր գործերի։ Բայց Թիատիրայում բնակվող մյուսներիդ, որ չեք հետևում այդ վարդապետությանը, և չեք ասում, թե ուսանել եք սատանայի գաղտնիքները, ինչպես ասում են նրանք, ասում եմ. ձեզ այլ փորձությունների չեմ ենթարկի, բայց պահեք այն, ինչ որ ունեք, մինչև որ գամ։ Եվ ով հաղթի ու իմ գործերը պահի մինչև վերջ, նրան իշխանություն պիտի տամ ազգերի վրա։ Պիտի հովվի նրանց, ինչպես երկաթե գավազանը փշրում է կավե անոթները։ Ինչպես որ ես ստացա իշխանություն իմ հորից, այնպես էլ կտամ նրանց նաև առավոտյան աստղը։
Ով ականջ ունի, թող լսի, ինչ հոգին ասում է եկեղեցիներին։